Սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մայրենիի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կսովորենք Հովհաննես Թումանյանի «Կաքավի գովկը» բանաստեղծությունը, որը շատ սիրուն երգ է և կարող ենք նաև երգել այս երգը։ Ըստ դպրոցական ծրագրի «Կաքավիկ» երգը երեխաներ դուք արդեն սովորել եք։ Ծնողների օգնությամբ կարող եք QR կոդով բացել և լսել երգը։ Այս դասը սովորելու ընթացքում մենք կիմանանք, որ առարկաներն ունեն ընդհանուր անվանում։ Ինչ է նշանակում ընդհանուր անվանում։ Օրինակ, գրիչը, մատիտը, տետրը, ռետինը, կանոնը գրենական պիտույքներ են։ Սեղանը, աթոռը, պահարանը, մահճակալը կահույք են։ Ափսեն, դանակը, պատառաքաղը սպասք են։ Կարմիրը, կանաչը, կապույտը, դեղինը գույներ են և այլն։ Կճանաչես Հայաստանի որոշ ծաղիկներ։ Կպարզես, թե ինչպես է երգն օգնում, որ արտահայտես սեփական մտքերդ ու հույզերդ։ Քո տեղը կգտնես կաքավիկների երգչախմբում։ Այս գեղեցիկ թռչունը խոտերի ու ծաղիկների մեջ հյուսում է իր բույնը, ցակուկներ հանում, կերակրում նրանց, մեծացնում, թռչել ու երգել սովորեցնում։ Նայում ենք կաքավի նկարին, կարող ենք նկարը մի փոքր պատմել, արևը դուրս է գալիս ամպերի հետևից, կաքավը իր ցակուկների հետ արտում քուջուջ է անում, կերակրում է ցակուկներին, տեսեք ինչ սիրուն է դաշտը, ինչպիսի սիրուն ծաղիկներ կան։ Եվ նկարը մանրամասն պատմելուց հետո ճուտիկներին կարելի է նկարագրել, կաքավիկին, արևին, անտառը, դաշտը, սարերը, կարելի է կարդալ բանաստեղծությունը, իսկ եթե երեխաները կարող են, միանգամից կարող են նաև երգել։ Արև բացվեց թուղ ամպերեն, կաքավ թռավ կանաչ սարեն, կանաչ սարեն, սարի ծերեն, բարև բերավ ծաղիկներեն։ Սիրունիկ, 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 նախշուն կաքավիկ, քո բույն հյուսած ծաղիկներով, շուշան, նարգիզ, նունուֆարով, քո տեղ լցված ցող ու շաղով, քնես կելնես երկ ու տաղով։ Սիրունիկ, 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 նախշուն կաքավիկ, քո տեղ փափուկ ու խատուտիկ, պստիկ կտուց կարմիր տոտիկ, կարմիր տոտիկներով կշորորաս ճուտիկներով։ Սիրունիկ, 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 նախշուն կաքավիկ, երբ կկանգնես մամռոտ քարին, սաղմոս կասես ծաղիկներին, դարդի ծովեն սիրտ կհանես, մեր սրտերին խինդ կբերես։ Սիրունիկ, 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 նախշուն կաքավիկ։ Այժմ կարդանք 1-2 բառ բացատրելով և կանցնենք առաջ։ Արև բացվեց թուղ ամպերեն, չի ասում ամպերից, ասում է ամպերեն։ Հովհաննես Թումանյանը իր բարբառով, իր լեզվով է գրել երեխաներ։ Եվ մի հատ ուշադրություն դարձնենք, որ ստեղծագործությունը չափածո է, այսինքն ոտանավոր է, ստեղծագործության հանգերը համապատասխանում են։ Ինչն է հանգավորումը երեխաներ։ Յուրաքանչյուր տողի վանկերի քանակը համապատասխանում է հաջորդ տողի վանկերի քանակին, կամ օրինակ, տեսեք, առաջինն ու երրորդն են իրար հավասար, երկրորդն ու չորրորդն են իրար հավասար։ Չափածո ստեղծագործություն է, յուրաքանչյուր տողը սկսվում է մեծատառով, վանկերի քանակը համապատասխանում է և հանգերը բռնում են, վերջավորությունները կարծես նույն վանկով են վերջանում բոլոր տողերի վերջին բառերը։ Արև բացվեց թուղ ամպերեն, տեսեք, թուղ ամպերը մուկ ամպերն են, ամպերի տակից արևը բացվեց։ Կաքավ թռավ կանաչ սարեն, կանաչ սարից թռավ եկավ կաքավը։ Կանաչ սարեն, սարի ծերեն, բարև բերավ ծաղիկներեն, այսինքն կարծես ծաղիկների հետ շփվել է, հիմա բարևն է բերել ծաղիկների։ Սիրունիկ, 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 նախշուն կաքավիկ, նախշուն նշանակում է գույնզգույն, սիրուն։ Քո բույն հյուսած ծաղիկներով, կաքավի բույնը, տեսեք, սա է կաքավի բույնը, ծաղիկներով է հյուսել, պատրաստել, տարբեր տեսակի ծաղիկներ կան։ Շուշան, նարգիզ, նունուֆարով, երեքն էլ հայկական դաշտավայրերում, մարգագետիններում աճող ծաղիկներ են։ Շուշան, նարգիզ, նունուֆար, աճում են նաև Հայաստանում։
Քո տեղ լցված ցող ու շաղով, ցողն ու շաղը երեխաներ ամռանը երբ երեկոյան կամ գիշերը մի քիչ սառն է լինում, իսկ ցերեկվա գոլոշիացած բարձրացել է ջուրը երկինք, հետո սառը օդի հետ շփվելով իջնում է, թափվում է խոտերի եւ ծաղիկների վրա, փոքրիկ ջրի կաթիլներ է առաջանում, դա ցողն է կամ շաղը, իսկ ձմռանը կամ խորաշնանը երբ ցուրտ է լինում, ցողն ու շաղը եղյամի տեսքով են գալիս, կարծես սառույցի կտորներ լինեն, սպիտակ է, նայում եք ձյուն չի եկել, բայց գետնին սպիտակ գորգի պես փռված է ինչ-որ մի բան, որը արևը դուրս գալուն պես անմիջապես հալվում է, դա էլ եղյամն է։ Քո տեղ լցված ցող ու շաղով քնես, կելնես երկու տաղով, ուզում ասել, որ գիշեր ցերեկ երկում ես դու կակավիկ, ու նորից գովերկում է կակավին ասելով սիրունիկ նախշուն կակավիկ, քո թև փափուկ ու խատուտիկ, ինչպիսին է կակավը, կակավի թևը փափլիկ է և խատուտիկ, խատուտիկ մի քանի իմաստ ունի, այստեղ մեր բանաստեղծության մեջ գույնս գույն է նշանակում, պստիկ կտուց, տեսեք կտուց ինչքան փոքրիկ ու սիրուն է, կարմիր տոտիկ, տոտիկների գույնը կարմիր է, կարմիր տոտիկներով կշորորաս ճուտիկներով, շորորալ նշանակում է ճոճվել, կողքից կողք տեղափոխվել, քանի որ թմբլիկ է կակավիկը քայլելիս կարծես շորորում է, նորից գովերկում է, սա երգի կրկներկն է, երբ կկանգնես մամռոտ քարին, մամուռը երբ է առաջանում երեխաներ, խոնավությունից է մամուռն առաջանում, չէ, եթե քարը հյուսիսային կողմում է, վրան մամուռ կարող է առաջանալ, դարդի ծովեն սիրտ կհանես, երկում է և կարծես սիրտը, դարդը հոգսն է, հոգսերի միջից դուրս ես բերում, մեր սրտերին խինդ կբերես, խինդն էլ ուրախությունն է, այսինքն կակավի երկով մարդը մոռանում է իր հոգսը, անհանգստությունը, վիշտը և ուրախանում է, խնդություն է ստանում կակավի երգից, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կակավիկ, այստեղ աչքի առաջ պատուհանիկում գրված են արև և բարև բառերը, որոնք մեր պարտադիր բառացանկի բառերն են և երեխաներ դուք պիտի անգիր իմանաք այս բառերի գրությունը, բառամիջում «և»-ը լսելիս գրում ենք «և» տառով, արև, բարև, եթե հնչյունների և տառերի թիվը հաշվենք, կտեսնենք, որ արևը 3 տառ է, բայց 4 հնչյուն, բարևը 4 տառ է, 5 հնչյուն, տեսեք, շուշան, նարգիզ, նունուֆար ծաղիկներ են, խատուտիկ նշանակում է գույնս գույն, սաղմոս ասել նշանակում է երկել, գովերկել, այժմ հարցերով վերլուծենք դասը, պատասխանել հարցերին, ընտրել ճիշտ տարբերակները, որտեղից դուրս եկավ արևը, սարի հետևից, ամպի տակից, թե ցորից, ամպի տակից, ինչ ծաղիկներից էր հյուսած կակավի բույնը, շուշանով, նարգիզով, նունուֆարով, վարդ նարգիզ նունուֆար չկար, շուշան նարգիզ մանուշակ չկար, ահա, ուրեմն շուշան նարգիզ նունուֆարով, երրորդը ինչպիսին է կակավիկը, թևը փափուկ, կտուցը նախշուն, տոտիկը փոքրիկ, չէ, թևը փափուկ, կտուցը պստիկ, տոտիկը կարմիր, գտնում ենք ճիշտ տարբերակը և նշում, ինչու է հեղինակը գովում կակավիկին, որովհետև կակավիկը ուրախություն է պարգևում բոլորին, տեսեք ասում էր դարդից հանում ես և սիրտը խինդ ես լսնում, հիմա կատարենք առաջադրանքները, պետք է երեխաները ըստ ցանկության նկարեն երգի իրենց դուր եկած քառատողը, հետո այս առաջադրանքը մենք տետրում ունենք, կկատարենք, փորձում ենք շուտ ասելու կասել, ճուտը ճկեց ճիտը, կծեց ծտի ճիտը, ճիտը վիզն է, պարանոցը, չորրորդ առաջադրանքը, պետք է արտագրեն տեքստի առաջին քառատողը և հաշվեն վանկերի քանակը, սա նույնպես մենք կկատարենք տետրում, տեքստը պիտի պատմեն արևի անունից, սա շատ հետաքրքիր առաջադրանք է երեխաներ, ես առաջարկում եմ ձեզ ընտրել որևէ առարկա, որը կա մեր գրքում, մեր դասի մեջ, մեր ոտանավորի մեջ և նրա անունից պատմել, օրինակ տեքստը պատմեք արևի անունից, տեքստը պատմեք կակավիկի անունից, ճուտիկների անունից, ծաղիկների անունից, սարի անունից, շատ հետաքրքիր առաջադրանք է, երբ մի քանի անգամ դուք պատմեք, դա ձեզ շատ դուր կգա և այս կատարած աշխատանքը կօգնի ձեզ հարստացնելու ձեր բառապաշարը։ Եվ լրացնենք խաչբառը, տեսնենք, որ ծաղիկը տեղ չի գտել այս խաչբառում։ Ուղղահայաց ուղղությամբ գրված է ծաղիկ։ Հիմա պետք է գտնենք։ Առաջինը ձնծաղիկն է, տեղավորում ենք ձնծաղիկ։
Երկրորդ ծաղիկը Շուշանն է, գտնում ենք Շուշանը եւ սովորում Շուշանի տեսքը ինչպիսին է, ինչպես է գրվում Շուշան բառը։ Եթե մեծատառով գրենք, կլինի աղջկա անուն։ Մյուսը արևածաղիկ, ղ պարունակող միակ ծաղիկը արևածաղիկն է։ Հաջորդը նարգիզն է եւ կակաչը։ Տեսեք, որը չհայտնվեց խաչբառում՝ նունուֆարը եւ մանուշակը, ամենասիրուն եւ բուրավետ ծաղիկները։ Եվ վերջում դասից քաղած իմ պտուղները։ Ինչ սովորեցինք մենք։ Մենք ճանաչեցինք Հայաստանի մի քանի ծաղիկներ, կարողացանք գրել նրանց անունները։ Իմացանք, որ այդ ծաղիկների անուններով մարդկանց անուններ կան, օրինակ Նարգիս, Մանուշակ, Շուշան, Նունուֆար։ Մենք սովորեցինք, որ ծաղիկը ընդհանուր անունն է, իսկ մասնավոր առանձին անուններն են կակաչը, Շուշանը, արևածաղիկը, Նարգիսը եւ մյուսները։ Նաև սովորեցինք գովերժկել կակավին, իսկ հիմա նաև կսովորենք կազմել նկարելուկներ։ Սա կկատարենք տետրում։ H29-ի առաջադրանքները կատարելու համար ամենասկզբում երեխաները գրում են արև եւ բարև պարտադիր բառացանկի բառերը, որպեսզի լավ իմանան այս բառերի ուղղագրությունը։ Սրանցից յուրաքանչյուրից մեկականով կարելի է կազմել նախադասություն։ Օրինակ ես առաջարկեցի իմ աշակերտներին կազմել այնպիսի նախադասություն, որ օգտագործեն երկու բառերը միասին։ Եվ իմ երեխաները կազմեցին արևիկը, որը արև բառից է կազմված, չէ, եթե իկը ավելացնում եք, դառնում է աղջկա անուն։ Արևիկը բարևեց արևին։ Առավոտյան արթնացավ արևիկը, դուրս եկավ, տեսավ արևին ու ասաց. բարև, արև։ Հաջորդ առաջադրանքը կաշտանք տեսնենք ինչ է գրված։ B նկարված է արև, հետո նորից արև։ Այս նախադասությունը կաշտացինք, եղավ բարև, արև, բարև, արև, և նկարելուկ է, և նախադասություն։ Հիմա տեսեք, գրված է բարև աստղիկ նախադասությունը, մենք պետք է նկարելուկով պատկերենք այս նախադասությունը։ Արդեն մեզ բարևը օգնում է, մենք գիտենք, որ եթե գրենք B, կողքին նկարենք սիրուն արև, իհարկե իմ մոտ այդքան էլ սիրուն կարող է չստացվի, բայց իմ երեխաների մոտ շատ սիրուն կստացվի արևը։ Բարև, բարև, աստղիկ, կարող ենք նկարել աստղ, և աստղը ներկել։ Բարև, աստղիկ, աստղ ենք նկարել, վերջում ավելացնում ենք իգ, բարև, աստղիկ, գունավորելուց հետո շատ սիրուն նկար կստացվի, և վերջում բարև, խաչիկ, նորից բն օգնում է մեզ, արևին ենք օգնության կանչում, և խաչիկ, խաչ, խաչ, վերջում ավելացնում ենք իգ, բարև, խաչիկ, մի փոքր ավելի սիրուն, երեխաների իհարկե շատ ավելի սիրուն են նկարում, քան հենց նոր ես նկարեցի։ Խաչը նույնպես կարող ենք գունավորել։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Երեխաներին, որպեսզի ձեռագրերը գեղեցկանա, կարելի է առաջարկել շատ գեղեցիկ ձեռագրով այս 4 տողերում արտագրեն բանաստեղծությունը և հետո հաշվեն բանկերի քանակը։ Արև բաց 6 թուղ ամպերեն 8 վանք, կակավ թռավ, կանաչ սարեն, նորից 8 վանք, կանաչ սարեն, սարի ծերեն 8, բարև բերավ, ծաղիկներ են, նորից 8։ Հիշում եք ես ասացի, որ բանաստեղծություն գրելու համար անհրաժեշտ է վանկերի թիվը համապատասխանեցնել և հանգերը, տեսեք, բոլոր բառերի վերջում ռեն, վերջի վանկը ռեն է, ռեն, հանգավորումը համապատասխանում է իմ բացատրած եղանակին։ Հիմա հարցնում է, քանի վանք կա առաջին տողում, գրում ենք 8, առաջին տողում 8 վանք, քանի վանք կա երկրորդ տողում, նորից 8
զանգ։ Եվ նորից լրացնում ենք խաչբառը եւ տեսնում ենք, որ մանուշակը եւ նունուֆարը խաչբառի մեջ չեն տեղավորվել։ Դե որ այդպես է, եկեք մանուշակին եւ նունուֆարին չտխրեցնենք եւ նախադասություն կազմենք մանուշակ եւ նունուֆար բառերով։ Մանուշակը նունուֆարին նվիրեց գեղեցիկ ծաղկեփունջ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։